Բարև ձեզ։ Բարև ձեզ, հարգելի բարեկամներ եւ ընկերներ եւ սիրելի Հարգելի հետևող։ սեղանակիցներ, մենք 3 շաբաթ ֆրֆռում էինք կներեք։ Մենք մեզ հանգիստի ենք տվել։ Ну, Let's call it hangist, okay։ Ոնց հա, ես, Թադ, հələ պատմի մեր դիտողներին հետաքրքիրա, ոնց ես ու ինչ ես արել դու 3 շաբաթ։ շատ լավ եմ։ Ամ, Ինչ կորցեր, չէ, շատ լավ եմ։ Շուտ լավ եմ, Լավ եմ, աշխատում նայել եմ։ ասма նանյետ է սուդանյետ, լավ է, սրամում всё, կարևոր է։ Այո, աշխատում եմ եւ սպասում եմ, որ ամառը սկսի, որպեսզի աշակերտները զգան իրենց հանգստով։ Ես էլ իմ հանգիստը sense ասած Բայց վայելել այդ մի քիչ։ առումով իմ մոտ հիմա հանգստի փուլ է, որովհետև իմ աշակերտների ճնշող մեծամասնությունը ամերիկյան է դիմում, то есть Հայաստանի Ահա, ամերիկյան համալսարան ու իրանք քննությունները տվել են, որտեղ վերջնաժամկետը մինչև ապրիլի 15-ն էր, նո ապրիլի 30-ն ահա, ու այդ առումով մի քիչ իմ մոտ բան է, թայդ է, այսինքն սենց հանգիստ է։ Ահա, հանգիստ վիճակ է եւ ես այդ հնարավորությունն օգտագործեցի եւ օգտագործեցի այն նոր ճամպրուկը, որ Instagram-ով էի առել, շատ լավն էր։ Մեր նախորդ ոդքասթի ժամանակ, որ ես ցուցադրում էի, շատ լավ ճամպրուկ դուրս եկավ։ այո, Այո։ Եվ կարելի է ես քեզ կոմպլիմենտներ անեմ, դու այսինքնով առյուծես արևով ես առյուծ քեզ այո։ այդ դուր կգա, բայց լրիվ մաքուրն է, արդեն կարմիր է ծուռեց, բայց լրիվ լավ մաքուր կոմպլիմենտ եմ անում, թե հատ այս վերջի մի ամիսը դու էս ինչ կոնտենտ ես անում Instagram-ում, պրոստը տաշյուս, շատ լավն է, Ուզում էի ասել, բայց Instagram-ի լավ, օքեյ, օքեյ։ կդնենք, որ նայեն մարդիկ, որտեվ իսկապես այն որ նորմալ ուսուցողական կոնտենտ, որը շատ թրենդի է, ինձ դուր է գալիս քո գույների ընտրությունը, շատ պրոֆեսիոնալ է, вообще չգիտեմ, ահա որ դուրս գալիս է, so glad to know։ Մերսի շատ։ Հա, Մերսի շատ։ Ու այդ դու ոչ միայն դու ես նկատել, այլ նաև այն հանգամանքը, որ ես մի ամսվա ընթացքում ես ձեռք եմ բերել ուղիղ նոր 1200 հետևորդ։ cool։ Կարակ շնորհավոր է, գիտե, արդեն ես 5000-ից ավել հետևորդ ունեմ Շատ ժողովուրդ։ ճաշակով հետևորդներ ունես, Մերսի շատ, ուրախ եմ մերսի։ քո համար, Թադ, որտեվ Ստատիստիկան էլ շատ լավ է, ես ես նայում հիանում ասում եմ, ոյ, ինչ լավ է։ Դեպի 10000 են գնում արդեն։ ուրախ եմ քո համար Թաթ, դու արժանի ես, որտեվ դու աշխատասեր ես, դու շնորհքին գործ ես անում, քո սկզբունքայնությունը, կտրուկությունը, որ իմ ընկերները մեզ հետադարձ կապ են տալիս մեր ոդքասթների հետ կապված, միշտ ասում են, դե ասում են դու տես մի տեսակ սղացնում ես ավելի շատ, Թաթը սենց իր կարծիքը շատ կտրուկ է արտահայտում, հստակ է արտահայտում, ու այդ իրանց դուր է գալիս։ Մերսի շատ։ Բա, Եկեք ժողովուրդ նաև ասենք, որ Անին այսօր ամ, փոխել է չէ մազերիդ գույնը։ հա, գույնը մի քիչ ավելի կարմիր է, քան Մազերի մանրանկարը։ գույնը փոխել է, պրիչոսկեն արել է, ու մեր ոդկասթը fresh վիճակով է սկսել։ Հիմա երբ որ մենք Կարանք հայտարարենք մեր ոդկասթի երկրորդ սեզոնի սկիզբը սա։ Կստացի իդեալական միտք է, всё, մեր ոդկասթի երկրորդ սեզոնի սկիզբն է, դա աբլոշկանե կփոխենք, թազայի իմ ու քո Այո, թազաները refresh եղած։ այո, որովհետև մենք բան ենք էլի, երեք շաբաթ կակնիկակ սերիալների նման, որ սերիալները գնում են Նոր սեզոն մի է։ մի նոր սեզոնը սկսվում է մի քանի ամիս հետո, դե մեր մոտ մի քանի շաբաթ։ Հա, Այսօր իրականում մենք ուզում ենք խոսենք, հա։ հիմա երբ որ մենք իրար կոմպլիմենտներ արեցինք պրծանք, ինչից խոսենք, ասա շեֆ ջան։ Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել, որ մենք ունենք 100 հետևորդ արդեն։ Well, YouTube-ում ունենք կարևորը 100 որակն է, հետևորդ։ որակն է, Այո, իրանք եւ նայում ունենք են։ արդեն մեր դիտումները աճում են։ Նկատել ես։ Ունենք Արդեն 700 ալգորիթմ, դիտում։ այո, արդեն ալգորիթմը խաղում է մեր օգտին, ոնց որ ասում են։ Իսկ թե Ահա։ ինչից ենք խոսելու մենք այսօր, վերջերս Անին ճանապարհորդել է Ամստերդամ, չէ՞։ Բրյուսել ու ընդդեղից մի օրով Ամստերդամ ու Բրյուգե ու Գենտ ու ուզում էի առաջարկեի խոսենք հենց ճամփորդությունների մասին, ոնց ենք մենք անում, ինչու ենք անում, ինչի ենք post-ում այդ մասին Instagram-ում ու տենց Okay։ նուրբ թեմաներ, հա։ Ինքը ճիշտ է, ես չեմ ճամփորդել, Դեռ, դեռ։ բայց ես սիրով կլսեմ քեզ ու կարտահայտեմ իմ կարծիքը Հատ, գիտես հատուկ ինչ, եղած։ բայց իսկ մա դու կհասկանաս բոլոր խնդիրները, որը ես ուզում եմ բարձրաձայնել։
Առաջի խնդիրը այն է, որ մարդիկ, ովքեր որ մի երկիր են եղել կամ երկու երկիր են եղել, իրանց հայտարարում են travel blogger ու այդ ահավոր խնդալու է։ Տեսել ես այդպես բան։ Yeah, որ Insta-ի bio-ում ինչ որսը երկրի դրոշա դրած լինում, իրան կարող են Խնդալու է։ այդ պահը։ Որովհետև ես եղա իմ 35 ու 36-րդ երկրներում ու ես ինձ travel blogger չեմ համարում։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ մարդիկ ուզում են իրանց position անել որպես աշխարհ տեսած, լիքը travel արած մարդ, ինչի է դա արժեք ու ինչի է էդի cool, էդի ցույց տալը, ինչ ես կարծում։ Գիտես, ինձ թվում է այստեղ արդեն մարդու տեսակը հաշվի պիտի առնենք։ Ահա։ Եթե ինքը սիրում է, ինքը ուշադրությունն է ուզում, հա, Ահա։ ինքը դրա մասին խոսի սոցցանցերում։ Եթե ինքը ուզում է ցույց տա, որ ինքը եղել է այստեղ, եղել է այնտեղ, ինքը ցույց է տալու։ Ու այստեղ ինձ թվում է շատը թե ինչի են ցույց տալի, չէ՞, ճիշտ եմ հասկանում քո ասածը։ Ինչ են մարդիկ Ինձ ցույց թվում տալիս։ է, չեմ ուզում ասեմ, որ ցուցամոլություն, հա, ճիշտ եմ ասում Ահա, բառը։ ահա։ Չեմ ուզում ասեմ, որ ցուցամոլության հարցն է այստեղ, բայց դա էլ չեմ կարա հերքեմ, ինչ որ մասով կա էլի, որովհետև Տես, ես էլ եմ ցույց տվել, արի ասենք, հա, սկզբից, որ ես էլ նկարներ եմ դրել, վիդեոներ եմ դրել, բայց նաև հիշեք, որ իմ Instagram-ը 4 հետևորդ ունի, դրանք իմ ընկերներն, ընտանիքի անդամներն են։ քո որ ասում ես բիսեդկան է, քո Հա, այդ բիսեդկան իմ է։ բիզետկեն, այսինքն որ ես մի հատ առանձին ընկերների չաթեր չուղարկեմ ընտանեկան չաթ, ես դրել եմ, բայց շատ եմ զզվցրել, թե քիչ եմ զզվցրել։ Ընդհանրապես ես Անկեղծ։ շատ բան չեմ Բայց նկատել նայ, քո ես regularly ես անդադ ստորիներ դնող տեսակն եմ։ То есть այն չեմ, որ կյանքում բան տեղի չունենում, մեկ էլ գնաց Եգիպտոս, առավոտը նախաճաշ, ցերեկցով Իրիկոնը ընթրիք ծրագիր ու եկավ ինքը ու վсё, էլի ոչ մի բան post չի անում, շփ հաջորդ անգամ կգնա Դուբայ։ Ես իմ, չգիտեմ, իսկ կարևոր է ճամփորդելը մեզ համար։ ինձ թվում է, ինչի թվում ես հաստատ գիտեմ, որ շատ կարևոր է դա։ Կարևոր է նախ աշխարհայացի զարգացման համար ու որ քո մշակույթից ու տեսնես որ քո մշակույթից այն կողմ էլի մշակույթներ կան, էլի մարդիկ կան։ ըմ, Ինձ գիտես միշտ հետաքրքիր է եղել երկու մշակույթների տարբեր երկու մշակույթներին պատկանող մարդկանց բախումը միշտ տարբեր հարցերում, հա իրանք տարբեր են, ինձ միշտ դա դզել է այդ կոնտրաստը, որ իրանք ունեն Ա, կարևոր է, ոնց կարևոր չի։ Այս աշխարհում մենակ այդ ճամփորդելն է, որ ա, Մնում է, ոնց ասեմ ճիշտ։ մնում է, հետո որ Ոչ թե մնում է, ոչ թե մնում է, շատ բան է մնում, չէ, իրականում ոչ թե դա այդ նկատի ունեմ, այլ ա, ինքը իր մեջ ոչ մի բացասական բան չունի ճամփորդելը։ Բացի մշակույթ ճանաչելուց, բացի նոր ծանոթություններ ձեռք բերելուց, նոր տեղեր տեսնելուց, ոչ մի բացասական Դատից բան։ որ մարդիկ սովորաբար ճամփորդում են, իրանք գնում են ինչի համար, ինչ են ուզում, ինչ ձևի ճամփորդություն, ինչի համար են գնում։ Օրինակ, ես Ինձ գնացել էի կոնկրետ նպատակով, հեսա կասեմ։ Իսկ ինչ են մարդիկ okay, ճամփորդում, for what? For what? ինձ թվում է մարդիկ ճամփորդում են ամ, դրական լիցքերի համար։ Իրանք ճամփորդում են ապստանովկա փոխելու համար, որովհետև նույնականությունը մարդուն հոգնեցնում է։ Ամ, Հենց մեկը ես իմ օրինակի վրա կբերեմ, որ շատ ժամանակ եթե ես նույն բանը անում եմ ու նույն տեղում մնում եմ, ինձ դա դուր չի գալիս ընդհանրապես։ Դրա համար ապստանովկա փոխելը շատ կարևոր է։ Իսկ լավագույն միջոցը այդ ճամփորդելն է։ Ու հատկապես այն երկրներն է, որ դու ամեն օր նկարներով տեսնում ես, Instagram-ում տեսնում ես։ Դրա համար առաջին հերթին նոր լիցքերի համար են մարդիկ գնում այնտեղ։ Մгм. Իսկ ինչ պլան, ինչ itinerary-ով են գնում, հա, ինչ պլաններով գնում են, որ ինչ անեն, ասենք, այդ երկրում ինչ ունեն անելու։ Ճամփորդությունն է, Տես, նո դու ասում ես այն երկրները, որ մենք Instagram-ով տեսնում ենք, բնականաբար բոլորը տեսնում են Էյֆլյան աշտարակը, գնում են Փարիզ, որ Էյֆլյան աշտարակի տակը նկարվեն ու ոչ ոք ցույց չի տալիս Okay, ի աղբանոցը նո ու լսի, իրանք 3000 դրամանոց Dolce Gabbana-ները։ Բայց, то есть, հենց այդ եմ ուզում ասեմ, էլի ստեղ Instagram-ով ցույց տալու իրական կյանքի բանն է, էլի կոնտրաստն է։ То есть մենք գնում ենք, որ այդ նկարը ունենանք, մենք գնում ենք, որ Էյֆլյան չէ,
Տիֆոնի նկարվենք։ Չէ, մենք չենք գնում։ Ну, նայ, նկարվելու կոնցեպտը որպես այդպեսին որ նայենք, ինքը շատ վաղուց է գալիս։ Պրոստը հիմա տեխնոլոգիաները այնքան են զարգացել, որ մենք այդ պահին նկարը կարողանում ենք կիսել հազարավոր մարդկանց հետ։ Ահա։ ու ինձ չի թվում որ մարդիկ գնում են հենց այդ նկարը ունենալու համար։ Ահա։ Ուղղակի այդ պահին այդ նկարը անել ու կիսվելը արդեն մարդկանց մոտ անհրաժեշտություն է։ Իսկ կարող է այդ լինի իրանց օրինակ Անբաժան մի մաս է այդ իսկ կարող է այդ լինի իրանց հաջողության ցուցիչը, то есть եթե դու այդ локацияում եղել ես ու դրա ապացույցը ունես, например, ասում եմ, если ты об этом не запостил на Инстаграме, этого не было, հիմա կարող է այդ ցուցիչն է քո հաջողության, քո ձեռքբերումների, ինչ ես կարծում։ Իսկ թվում է հա։ գիտես Իսկ թվում է հա։ նայած մարդու մոտ, Ահա։ որովհետև եթե այդ օրինակ ը, մեկն է, ով ունի, չգիտեմ, 100,000 հետևորդ ու անընդհատ ճամփորդելու մեջ է ու այդ ցույց է տալիս, միգուցե այդ մարդու համար այդ լինի որպես ցուցիչ, Ահա։ որպես ինֆլուենսեր, բլոգեր ինքը travel-ը անում ու դի համար ցուցիչ է։ Ահա։ Բայց եթե այդ օրինակ, արի օրինակը բերենք քո վրա, դու ունես 100 հետևորդ ընդհանրապես։ Okay, իմ հա, քիփլիկ Okay, տուսովկեն։ դու որ գնում ես ինչ որ երկիր ու գալիս ես, Ահա։ դու դա որպես ցուցիչ ես դիտարկում հաջողության successful Հա, լինելու։ Աթադ ջան, հա, որովհետև ամեն երկիր գնալ գալը Ինչու։ դրա համար ես տևական ժամանակ աշխատում եմ, որպեսզի դա ինձ կարողանամ թույլ տալ, այսինքն դա ցուցիչ է նրա, որ ես գործ ունեմ, որ ես պահանջված մասնագետ եմ, դա նաև ցուցիչ է, որ ես կարող եմ ինքնուրույն դա կազմակերպել, օրինակ, դեսպանատան թղթել լրացնել, դա էլ է, չէ՞, հմտություն, մարդիկ դրա համար, օրինակ, տուրիստական գալի են դիմում կամ բան, հա, այդ ցուցիչ է։ Ու ինձ թվում է, որ իրականում ճամփորդությունը հաջողության ցուցիչներից է։ Այդ չգիտեմ, overrated է թե underrated է, բայց ես կարծում եմ, որ հա։ Հա, Переоцененно слишком։ слишком կարծում ես։ Արդեն Կստати, քանի մեր արդեն ասեմ ես ավարտեմ, գիտես ինչի, ըմ, որովհետև հիմա ամեն երկրորդը կարողանում է այդ անի է։ Ահա, Ես չեմ արել, որ ասում եմ I don't judge։ ահա, Ես չեմ արել, բայց կոնկրետ Հայաստանում իմ ապրող ընկերները, ծանոթները, բարեկամները ընդհանրապես ես հետևում եմ, ես իմ սոցցանցերը Հայաստանի մասին են, մեր ժողովրդի մասին է։ Ես ռուսներին չեմ հետևում ու չեմ կարող ասեմ, բայց մերոնց մասին կարամ ասեմ։ Լսի, այս ավիակամպանիաները, որ հայտնվեցին Հայաստանում էժան գներով, ասա, նիֆիգա է որոնց ժանչեն, բայց հա։ թույլ տան, Ահա, իրենց կարողանում են թույլ տան։ Իտալիա թռնելը հիմա դարել է 1-ից 1։ ահա, ահա, Չգիտեմ, ուղղակի ուզում եմ ասել դրանով էլ չես զարմացնի, անի։ Միգուցե սխալ եմ հնչում, միգուցե դիտորդների համար իմ ասածը ինչ որ չգիտեմ, այս աշխարհից դուրս բան կթվա, բայց էդ էլ չի զարմացնում։ ահա։ That's what I'm saying։ Համաձայն եմ, որ չի զարմացնում, լրիվ համաձայն եմ, իսկ Հայաստան եկած ավիաընկերությունների մասով ուզում եմ ասել, որ տես այդ misconception-ը, որ դրանք ավելի էժան են, որտեվ ես հիմա Բրյուսել թռել եմ Brussels Airlines-ով, որը միշտ եղել է, Ահա, որի համար վճարել եմ 108,000 դրամ, ահա, իսկ դրանից առաջ նախորդ երկու թռիչքս եղել են Wizz Air-ով Abu Dhabi, տոմսի համար վճարել եմ 125,000 դրամ, երկուսն էլ առանց ուղեբեր։ Ուզում ասեմ, այդ իրականում ինձ թվում է, որ misconception է, սխալ է, misleading է вообще այդ ինֆորմացիան, որ Wizz Air-ը կամ ինչ որ այդ low coster-ն է, вообще нифига не low coster են։ Թատ, մենք խոսեցինք переоцененный, недооцененный թեմայով, travel-ի, ու ես ուզում եմ ստեղ մի հատ սիրուն տանեմ դեպի իմ վերջին փորձը, ուզում եմ պատմել քեզ Վան Գոգի թանգարանի մասին։ Așa որ մարդիկ ճամփորդում են, շատ մարդիկ, ну, օքեյ, իմ ճանաչած շատ մարդիկ այցելում են համերգներ, ներկայացումներ,
թատրոններ, հա, բացի քաղաքի վայբը վայելելուց, փողոցում զվռնելուց, մի տոննա ուտելուց, խմելուց, ծխելուց, ուռելուց, նաև գնում են ինչ-որ բաներ, հա, ու իմ պլանը, ես ինչի գնացի Ամստերդամ, մի նպատակով ես գնացի, որ գիտես, ուզում եմ ցույց տամ այդ պատմությունը իրականում։ Իմ ընկերուհին, Բելշնյա, պրիվետ, անցյալ տարի գնացել էր այս սեզոնին էլի Վան Գոգի թանգարան, ես ուզում էի գնալ Վան Գոգի թանգարան, ինձ ինքը շատ հետաքրքիր ու սիրելի արտիստ է, նկարիչ է, ու ինձ վերել էր այս Վան Գոգի կարտոչկան, ու հետևը գրել էր տիպը լավ Բելա, ու ես ինձ այս կարտոչկան, որ ինքը ինձ տվեց, ասեցի Բելա, այս կարտոչկան կախարդական է, ես հաստատ մի տարուց կգնամ Վան Գոգի թանգարան ու գնացի, то есть ես գնացի այս NLP տեխնիկան աշխատացնելու համար, բայց ինչ եմ քեզ ուզում ասել, թա ես սիրում եմ Վան Գոգին, ես փոքր ժամանակվանից գիտեմ, որ Վան Գոգը ու ինքը շատ հետաքրքիր արտիստ ա եղել, զոհզեի դերասան, շատ հետաքրքիր նկարիչ ա եղել, ականջը կտրել, ակիր ա եղել, պատսոմնուկներն ա նկարել ու տենց բաներ, ու մի տոննա սելֆիներ ա արել վրձինով։ Ու ես գնացի իր թանգարան ու ես հասկացա, որ իմ մոտ մի բան այն չի, որովհետև ես հասկացա 20 տարի Իրանով հիանալուց հետո, որ Van Gogh is overrated։ Ոչ դու ինչ ես կարծում, մենք ունենք համաշխարհային արտիստներ, ովքեր որ overrated են, ու իրանց overrated լինելու պատճառով մարդիկ գնում են Լուվր, որ տեսնեն Մոնալիզային, կամ իրականում Մոնալիզան overrated է, կամ գնում են, չգիտեմ, Էրմիտաժ, որ տեսնեն ինչ որ մի հատ նկար, կամ Տրիցիկովկա, կամ, չգիտեմ, ազգային պատկերասրահ Սուրենյանցի Սալոմեն տեսնելու, հիմա կարող է դրանք overrated են։ Ինչ ես դու կարծում, вообще, art-ը overrated է, թե չէ։ What's your opinion on that? Ինչ ես մտածում։ Լուրջ ծանր հարցեր եմ տալիս։ Լսի, Գիտես, ասում եմ, որ իմ ինտերնետը լավը չի, մի րոպե գիտես, դուրը բաց։ Հա, դուրը կապ ունի դրա հետ։ հա, որովհետև մի 5 պատ է անջատում ինձ իմ ինտերնետի router-ից, դրա համար հավանաբար այս մի հատ բանի closet-ի դորը կողնի, որ լավն է։ Հա, ինչ ես կարծում այդ overrated, underrated մոմենտների հետ կապված вообще։ Այն ինչ որ ասել եմ, это мое сугубо личное мнение, ժողովուրդ։ Իմ կարծիքն է այդ, բայց ես իհարկե չեմ ասի, որ ինչ Վան Գոգ, ինչ բան, ինչ դրանք տիտաններ են, իրենց ժամանակների հսկա տիտաններ են եղել ու մինչև հիմա իրենց գործերը սիրվում են եւ այլն եւ այլն։ Չեմ կարող ասեմ overrated են թե չէ, որտեղ ես ինքս չեմ հետաքրքրվում, ես այդ տիրույթը չեմ ուսումնասիրել, որ ասեմ։ Չես սիրում դու արվեստ։ Ես սիրում եմ, բայց նկարներ, Okay, նկարել եւ այլն։ երաժշտություն արի գնանք, դասական երաժշտություն, կամ երգիչներ, արի խոսենք Բիյոնսեից, արի խոսենք ով կա, Tupac, Eminem, Արի խոսենք երաժշտությունից դասականից, արի խոսենք որպեսզի դասականից։ շատ հեռու չգնանք, որտեղ Давай. все-таки Okay, Beyoncé, դասական։ Tupac արդեն как-то տարեք փչեք։ No, մեր թորների համար Tupac-ն ու Beyoncé-ն են լինելու Չայկովսկի ու Շոստակովիչ, то есть Ողբամ ես։ Ողբամ։ Եթե Okay. տենց պիտի լինի։ Նայ, եթե խոսենք կոմպոզիտորների մասին, իրանք overrated չեն կարող լինեն իմ համար, Ահա։ որովհետև երբ որ դու նկարին նայում ես ու ինչ որ գործ լսում ես, դրանք լրիվ տարբեր ինչ որ զգացմունքներ են, տարբեր չգիտեմ, էմոցիաներ են։ Ինչ նայես Մոնալիզայի նկարին ու ինչ լսես, չգիտեմ, այնտեղ Ռախմանինով, Ահա։ իր գործերը լսես, ասենք, դու մտ պատկերացրա ինչ մեծ տարբերություն է։ Իր այդ գործերը, որ լսում ես, չգիտեմ, տարբեր է ու իրանք տարբեր էմոցիաներ են քո մոտ առաջացնում։ Իսկ իրանք overrated, underrated ո՞նց են ելնում, ինչ ես կարծում։ Կրուզիտ եմ անում, sorry։ Չէ, պրոստը ես ուղղակի չեմ կարող հասկանալ ոնց կարող է իրանց գործը overrated։ Okay, նայ, դասական ասացիր, հիշեցի։ Ուրեմն երեքշաբթի օրը, այս մենք 5շաբթի օրն ենք ծրագրում, ապրիլի 17-ն է։ Ապրիլի 15-ին Համալիրում
Մեծ համերգեր, որ ես մասնակցում էի, էլի ստորիներ էի Տեքստը, անում հա։ դες, ուրեմն սիմֆոնիկ նվագախումբը նվագում էր ռոք բալադներ, նու մենակ Մгм. բալադներ չէ, ռոք հայտնի երգեր ստեղծագործություններ սիմֆոնիկ մշակմամբ, ու համերգը բարեգործական էր, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին ամբողջ հասույթը փոխանցվել բան, Հիմա ինչ եմ ասում, ուրեմն համերգին նստած էի, ու իմ դիմացը նստած էին երկու հոգի, զույգ, կանոնները չեմ տա, բայց կին ու տղամարդ էին։ Կինը Հայաստանում հայտնի է, բլոգոսֆերայում հայտնի է, որպես բարեգործական աշխատանք կատարող մարդ։ No, ինքը ինստա բլոգեր չի, ինքը դոնեյշններ հավաքող, երեխաների բուժումը կազմակերպող բլոգեր է։ Okay, հասկանում եմ ոնց որ Հետո լավ կասենք խոսենք այդ մասին, հա, հետո։ որտեվ ես ինքս իրան չգիտեի, ինքը սենց եկավ սենց բան վուսկչկա վիճակով բարձր բոլորի հետ խոսելով, ինքը ինձ սկզբից դուր եկավ, որտեվ ինքը մի երկու բան ասեց, որ իմ սրտով էր, ասեցի, այ սենց մարդկանց վրա է մեր երկիրը մնում, հետո ինքը իր վարկը ընդհանուր օքեյ էր, բան չէր, բայց ինքը իրան նենց էր պահում, ոնց որ celebrity էր, էլի, ուզում եմ ասեի, հետո իմ կողքի իմ ընկերուհին ասեց, ինքը հայտնի է Instagram-ից, ես քեզ հետո կասեմ բանման, ասում ասեմ, ով է, ինքը սենց նայեցից, տիպը ոնց դու չգիտես, ես ով եմ։ Հիմա այդ չի կարևոր, կարևորը այն է, որ համերգը մեղմ ասած ֆանտաստիկ էր։ Աննկարագրելի, չգիտեմ, այդ ինչ էր։ Show must go on, we will rock you, Aerosmith-ի Crazy-ն, Smoke on the Water, ֆանտաստիկ էլի, Show must go on ասեցի, We are the champions, Wind of Change, այսինքն երգեր սիմֆոնիկ, ուղղակի էքստազային համերգ էր։ Ու այս կնոջ հետի տղամարդը ամբողջ համերգի ընթացքում չաթ էր անում։ Facebook-ի Messenger-ով ինքը ամբողջ ընթացքում չաթ էր անում ու ես մտածում եմ կարողա այդ իմ OCD-ն է, կարողա ես իստերիչկա եմ։ Ուղղակի ինքը իմ դիմացի կողքներ նստած ու երբ որ ես համերգին էի նայում, I couldn't escape the phone ու այդ հեռախոսի լույսը բանը վրաս ազդում էր։ Ես ասում եի հանգստացի, սա քո անձնական պատվերով համերգը չի, սա հասարակական միջոցառում է ու սենց բաներ։ Հիմա ինչ ես մտածում, արդյոք այս նշանակում է, որ այդ մարդը շատ չէր գնահատում այն միջոցառումը, որին որ եկել էր, թե կարծում ես, որ ես պետքա մի քիչ մագնեզիումի դոզան ավելացնեմ ու հանգստանամ։ Պրիորիտետների հարցը պրոստը երևի ինքը ուրիշ պրիորիտետներ ա ունեցել այդ պահին, քան այդ համերգը։ Բայց Պրոստը տուն ինքը, բախաթր եկել բայց այդպես մարդիկ շատ են թադ։ է։ Ես Ես գնում եմ կինոյի ժամանակ կարա թատրոններ, մտնեմ ես, հեռախոսի մեջ։ ահա, Ես կինոյի ժամանակ կարա մտնեմ հեռախոսի մեջ, բայց իմ լույսը մաքսիմալ իջացրած Բայց ես վիճակում ա, էլ որ ես ամբողջ չնվազեմ։ համերգի ընթացքում հեռախոսս հանել եմ մի անգամ, երկու անգամ, նամակ ա եղել, շուտ պատասխանել դրել եմ, բայց նոն-ստոպ 2 ժամ չեմ չատարել։ Չէ, դա արդեն լուրջ է։ Այդ Բայց դիագնոզ այդպես ա արդեն։ մարդիկ շատ են, ես գնում եմ դասական համերգներ, շատ հաճախ կինոներ, թատրոններ, ու այդ ինձ անհանգստացնում է։ Դες ուրեմն նայ տարբեր պատճառներ կարան լինեն։ Ըհը, Եկելա որտեվ որ կնոջ խաթրից դուրս չգա, ըհը, եկելա բայց այդ մարդուն անընդհատ գրել են ու ինքը չէր կարա չպատասխանել կամ էլ հայտնի մարդ կամ էլ հայտնի մարդ էլ է զբաղված բիզնեսմեն մարդ է անընդհատ կապի մեջ ա եղել ըհը։ պատճառները տարբեր են բայց ես դա չեմ ընդունում եթե դու եկել ես նման վայր մեկ Ես երկու անգամը կարծում, օքեյ է այդտեղ ընդունելի է, որ ես, օրինակ, ում որ դա խանգարում է, իրան ասում, գիտեք, ձեր հեռախոսի լույսը ինձ խանգարում է։ Կամ լրիվ թատրոն, օքեյ է լրիվ օքեյ է եթե դու եկել ես այդտեղ ու լույսը անջատած վիճակ ա եղել հա, եթե մութ վիճակ ա եղել ուրեմն այդ լույսը հենց այնպես չեն անջատել ըհը։ So դու կարաս ասես որ գիտեք ձեր հեռախոսի լույսը ինձ խանգարում է։ Իսկ Ու էլ այդ ինչ լրիվ վարկեր ադեկվատ է, կա, լրիվ նորմալ է։ էլ ինչ վարկային դրսևորում կա համերգին կամ ներկայացմանը կամ թանգարանում, որ դու կարծում ես, որ մենք պետք է մեր աշակերտներին այս ոդկասթով հուշենք եւ մեր ընկերներին այս հարցերը բարձրաձայնենք, որ միգուցե պետք է վերանայել այդ վարկը։ Եթե գնում եք թանկարան, եթե գնում եք Թանգարան։ թանգարան կամ որևէ համերգի Թանգարանը, սա եւ փակ է։ որևէ համերգի ժողովուրդ գնացեք այնպիսի մարդկանց հետ, ովքեր նույնպես հետաքրքրված են, այլ ոչ թե գալիս են чисто կամպանիա, որտեվ այդ մարդիկ, ովքեր գալիս են կամպանիայի համար, իրանք ձեզ շեղելու են, խանգարելու են, ոնց որ լինում էր մեր դասարանական էքսկուրսիաների ժամանակ։ Գնացել էինք Թումանյանի տուն թանգարան, կարծեմ, ու սա դասարանը եկել էր։ Բայց այդտեղից ոչ մեկ, ասենք, չէր նայում, որ իրոք եկել են այդ նայելու, զգալու, հա,
ոսկին դե տղերքը խմբերով բան ասում, խոսում, խնդում են, իրանց հեջ պետքին էլ չի, էլի թե Մերսի, որ ընտրեցիր բառերը, ես հասկացա it took you a couple of minutes, հեչ ինչ-ինչի։ Լսի, իսկ ես այդ մասին մտածել եմ, բայց սոտիկի պետք է, չէ, երեխեքին զաստավիտով տանել թանգարաններ։ զաստավիտով չեմ կարծում, որ պետքա որևէ բան անել։ Okay։ No, Իսկ օրինակ ես մտածում եմ, տես նայում եմ իմ ընտանիքը ու մտածում եմ, արդյոք, չգիտեմ, կարևոր է, որ մարդիկ գնան թատրոն։ Կարող է ես եմ հնարել, որ այդ կարևոր է։ Կարող է ես եմ որոշել, որ դասական համերգները կարևոր են, որ իրան կրթության եղանակ են։ Չես կարծում։ Պետք է այդ։ Օրինակ, չգիտեմ, ձեր ընտանիքում այդ ընդունված է, դու գնում ես, այդ կարևոր է։ Ես կարամ գնամ, միշտ չէ, բայց կարամ գնամ ու ես այստեղ չեմ գնում մի շատ պատճառով, որովհետև դուր չի գալի էս ամեն ինչը, այստեղի հասկանում ես, Հասկացա, դու թատրոնը, Մուլան Ռուժ այստեղի ես ուզում գնաս, հա։ Հե, ես որ իմ երկրում ապրեի, ես իմ երկրում գնալու էի թատրոնել, գնալու էի հա, ընտրի բառերը օգնի ընտրեմ, սիմֆոնիկ ինչ Սիմֆոնիկ էր բառը։ երաժշտության համերգի։ Այո, ես կգնամ նման տեղեր, բայց այստեղ չգիտեմ, իմը չի էս ամեն ինչը, դրա համար ես հաճախ չեմ եթում։ Եթե ինչ որ եթե ինչ որ օրկեստր է գալիս, որը խաղալ նվագելու է ինչ որ ֆիլմերի սաունդթրեքեր եւ Soundtrack այլն, օրինակ, հա։ ես կգնամ, որովհետև այդ իրոնցը չի։ Հասկացա։ Ես կարևորում եմ այդ, ես կարևորում եմ, որ նա այդ հոգևոր սնունդ աստված է, իրականում հենց այդ է, որ մարդ պիտի տենց տեղեր գնա, բայց էլի ստիպելով չի։ Ահա։ Ես մի հատ այս ուրախ նոտայի վրա ուզում եմ քեզի սրտը մաղթեմ, որ եթե դու իսկապես սրտով ուզում ես վերադառնալ հայրենիք, ես քեզ մաղթում եմ, որ դա մոտ ապագայում լինի, ոնց ես քեզ առաջարկել եմ եւ ենթադրել եմ, եւ ուզում եմ, որ դու զգաս, որ դու քո ափսեյում ես, քո մշակույթի մեջ ես, պատկանում ես այդ միջավայրին եւ ուզենաս ուտել այդ արվեստի սնունդը որպես Այո, հոգևոր սնունդ եւ քեզ աճ լինի։ Եկե գիտես ինչ էի ասի շատ։ նկատել, որ խոսում Այո։ ենք շատ ու քիչ ճամփորդող մարդկանց մասին, ես ուզեցա ասել, որ իմ շրջապատում կան մի քանի հոգի, ովքեր որ իսկապես շատ են ճամփորդում, Ահա, շատ, ու իրանք երբեք այդ մասին չեն խոստում, հիմնականում տղամարդիկ որտեվ դե իրանք լուրջ ջաջաներ են։ Ու սրանից ուզում եի մի բանի վրա ուշադրություն դարձնել, որ այն ամեն ինչը, ինչը որ մեր իրականում, մեր կյանքում կա, ու իրականում, հա, իմ մի ընկերուհի էլ ունեմ այտենց, որ չի փոստում ճամփորդությունները ու շատ է ճամփորդում։ Հասկացնել, որ երբ որ ինչ-որ մարդու կյանքում մի բանը կա ու շատ է ու այդ նորմալ է, ինքը չի իսկ կարծում, դրանով որ չեն կարա զարմացնել, հա, իրանք չի շուտ կարծում, որ դա կարա ցույց տալ вообще։ ըհը, համաձայն եմ։ Ու երնեք են մարդկանց, ովքեր ամեն ինչի որ տեղադրում են Instagram-ում։ Մ, Ես էլ չէ, նայ, ես հիմա ինչ էլ անում եմ, ոնց էլ անում եմ, երևի, չգիտեմ, 2 ամիս կլինի, որ ստորիները քիչ ա իմ Instagram-ում։ Հա, նկատել Եթե եմ, անում եմ, շատ story պրոֆեսիոնալ եմ է, անում։ նեղ Եվ պրոֆեսիոնալ ես դարձրել քո Instagram-ը։ չնայած փորձում եմ պահեմ այնպեսին, որ մարդիկ չհետևեն իմեջին զուտ նրա համար, որ կա ինչ-որ կոնտենտ, այլ նաև մարդ տեսակի համար, Ահա, փորձում եմ միքսեմ, ահա, իսկ այն ինչ-որ փոստում եմ story-ներում, ահա, չգիտեմ, երևի արդեն ինչ-որ պերիոդ է, կամ փոստելու բան չունեմ զուտ, ահա, ահա։ Պոստելու գիտեմ։ բան չունեմ զուտ։ Այս պոստելու բան չունեմ թեմայով մի անգամ ուրեմն խոսակցություն էի լսում, սենց ընկերական շրջապատում մեկն ասում էր ինչ որ մեկի համար, որ վայ, զզվցրեց, որ ամեն օր գնում է ռեստորան, այդ իր նախաճաշը, լանչը, կրուասանները նկարում է դնում է, կոշիկները պայուսակը նկարում է դնում է, իր ամուսինը ասեց, որ դու էլ ունենայիր, դու էլ կնկարեիր, կդնեիր։ Ասեց ուֆ չէ բանման ու գիտես ինչ եղավ life is a մի երկու տարի հետո նենց եղավ որ ես կինն էլ ունեցավ
նախաճաշներ անելու կրուասանով եւ սաղմոնով հնարավորություն եւ ինքն է սկսեց post-ել story-ներ, նենց հետաքրքիր էր ու այդ նույն կամպաշկով ենք ու այդ թեման, կստացի ինքը բարձրացրեց, ասաց հիշում եք այդ խոսակցությունը դուք ճիշտ էիք, որովհետեւ երբ որ ես իսկապես հասկացա, որ երբ որ դու այդ vibe-ի մեջ նոր ես մտնում, то есть այդ fancy living-ը քո նոր վիճակն է, ու ամեն ու ես հիմա մտածում եմ, որ ամեն տեղ էլ տենց է։ Երբ որ դու նոր ես մտնում այդ vibe-ի մեջ, լինի դա ճամփորդություն, լինի դա կապուչինո iPhone-ով, թանգանոց կաֆեյում մեր սիրած խնդալու բանը, հա, կամ գիրք կարդալ, երբ որ դու նոր ես սկսում գիրք կարդալ, մարդիկ կան, չէ՞, որ իրանց ամեն օր իրանց կարդացած էջը պոստում են ու իրանք այդ կես էջն էին կարդացել այդ օրը էլ իրականում։ Բայց երբ որ այդ քո բնական վիճակն է, անընդհատ գիրք կարդալ, դու չես մտածում ամեն օր post եմ։ Այո, ինչ որ ձև չես կարող զարմանացնես։ Օրինակ ես քանի շաբաթ է ես գրքի էջ եմ նկարում, որ post-ում, ես չեմ post-ում։ Hey, Անկեղծ, գիշերը կարդալուց նկարել եմ, չեմ post-ել։ Ինձ սիրուն էսթետիկ կադրեր են ստացվում, չեմ post-ել։ Դուրսը կարդալուց նկարում եմ, չեմ post-ել։ hey, Դե զուտ չեմ ուզում post-ել։ Ասում եմ, բացի նկարեմ, որ story-ում եմ, ասում եմ, wait, hold on։ Ինչ է պիտի story դու անես, մի րոպե հələ։ Նոր այն օրը հելա դուրս տեսա ծառը ծաղկել է, որ sense մի հատ զարմանցած վիճակ էր, ասի պասի մի հատ այդ ծառի ֆոնի վրա կնկարեմ էջը գրքի անունը ու կնկարեմ ու հետո կտեղադրեմ ծառը։ հա, դից կարող է մեզ Ծաղկա։ պրոստը մեր ամենօրյա բնական կյանքում գեղեցիկը պակասում է։ Ու մենք փորձում ենք այդ դրանցով լրացնել։ Երևի իմ նկարածները երևի իմ նկարածները իմ համար այդքան էլ սիրուն ու էսթետիկ չեն, որ ես տեղադրեմ, որտեվ երբ որ ես նկարում եմ ու երբ որ ես նկարում եմ ասում story եմ անում, ես արդեն գիտեմ հաստատ այդ պահին անելու եմ այդ story թե չէ։ Գիտես, նկարի դեմ հասկանում ես, այս անելու եմ։ Բայց երբ որ ասում ես, okay, բացում ես ու կամ ու կացի մեջ ես չեմ անում ես։ Բայց այն ինչ որ դու պիտի հաստատ անես, դու կանես այդ հաստատ։ Իմ մոտ այդպես է, չգիտեմ, եթե ես նայեմ Բայց նկարեմ մենք ասում, ինչի ենք անում։ Ինչի ենք։ Օրինակ ես իմ բոլոր story-ները, որ անում եմ, իսկ ես քիչ չեմ անում, ես անում եմ vibe-ը ցույց տալու համար, որովհետև ես ինձ լավ եմ զգում։ Օրինակ ես իմ ընկերների հետ ակումբում եմ։ Ես դնում եմ դա, որովհետև ուզում եմ ցույց տալ, որ ես իմ ընկերների հետ ակումբում եմ։ Տեսեք ինչ հավես է, տեսեք ես մեր Scorpio-ի թիմն է, տեսեք մենք մի տարի անց դեռ ընկերություն ենք անում։ Բայց ինքը նպատակը վայբը փոխանցելու համար։ հա, то есть նպատակը լեզու հանելը չի եմ, ես ակմբում եմ իսկ դուք տանը նստած ծառի տակ նկարում եք նապաստակ, չէ, էդ այն է, այն որ կարելի է այս դարում, երբ որ ամեն ինչ առցանց է ու բառադի, որ այս դարում կարելի է meaningful relationship-ներ սահմանել, ստեղծել, որ կարելի է նորմալ ընկերական միջավայր ստեղծել, խումբ ունենալու հետ, որ դու հանդիպում ես, то есть տեղ ավելի շատ ինձ թվում է, ես ուզում եմ, քանի որ իմ հետևորդների մեջ կան իմ պլիմյանիցաները, պլիմյանիկները, իմ աշակերտները, նու մտերիմները իհարկե բոլորը չէ։ Ես ուզում եմ իրանց ցույց տամ, որ այդ օքեյ է, որ չգիտեմ, то есть այդ իմ դեպքում ուզում եմ ցույց տամ, որ լավը զգալ է, որակյալ ժամանցը նորմալ է, էլի ստրում չի։ Իմ մոտ նույն ձև նույն վիճակն է, vibe փոխանցելու վիճակն է, բայց եթե ես ինչ-որ սիրուն բան եմ նկարում ու տեղադրում եմ, ես ուզում եմ ցույց տամ, որ ես երևի կարողանում եմ այդ սիրունը capture անեմ այդ պահին։ То есть ինչ Ուզում եմ որտեղ մի քիչ գեղեցիկ էլ ցույց տամ, սիրունը ցույց տամ։ Զուտ, որ սիրունը ցույց տամ, այնքան որ, գիտես, դարի դաժե կատվից որ ես տեղադրում եմ, ես չեմ տեղադրում, որ ասեմ կատու ունեմ, նայեք, չէ, ես կատվից տեղադրում եմ, որտեվ այդ պահին ինքը սիրուն է շատ։ Ուզում եմ որ իրանք տենան, մենք սիրում եկի ենք սիրունի մենք հետևի։ սիրում ենք Bboy ֆանտաստիկ հայտնվելը մեր news feed-ում իրականում ես հա շատ եմ Բիբոն, բիբոն, հիմա որ մեր մոտ էսո 24 աստիճանայի դեպ։ Հմ, Արևը մտելա ներս, հմհ, ժարիզներից մեկը հանել է ընկել է ավելի ճիշտ ու ինքը հիմա սենց արևը մտելաներ ու ամբողջ հատակը արև է ինքը գնացել է պարկել է այդտեղ կալբասի նման որ երկար սենց պարկում է սենց պարկել է ու այսպես ֆռում է հիմա աչու ձախա ֆռում հիմա ինքը իր կայֆերի մեջ է բիբո
Մենք Պետք է նայեմ ինչ սիդրես։ թեմա, որ ես ուզում էի քննարկել, մենք քննարկեցինք, եթե դու առաջարկներ ունես, արա, եթե չէ, արի խոսանք բիբոյից ու ընտանի կենթանի պահելուց։ Վայ բիբո մեկ նզի Բայց դու հիշում ես, որ դու դեռ բիբոյին չունեիր, մենք խոսում էինք ու դու ասում էիր ուզում եմ կատու վերցնեմ, դու ես բիբոյին չունեիր իմինը։ Դու ունեիր տրավմա, ես դու ունեիր։ ես ունեցել եմ մի կատու 4 ամսական էր սարքեց, Մгм. անունը Hope էր, գիտես չէ։ Hopelessly։ Passed away։ Հա, վատներ, բայց հա։ Okay, okay։ Դե մեզ պարզապես մի տարի չպիտի պահենք մենք կատու, որովհետև կարանտին էր մեր մոտ։ Հետո մենք այս մեկին բերեցինք, արդեն իր վակցինաները ամեն իր ամսին անում ենք, ամեն ինչը բան են, որ վախ կար, որ էս էլի կարող է ինչ-որ տենց ճակատագրի արժանա, որտեղ մեր մոտ как бы կարանտին էր եւ այլն, վիրուս ա եղել, վախում էինք, բայց ժողովուրդ այդ միացած չգիտեմ, ժիրնի պլյուս է, երբ որ դու կենթանի ունես ընտանի։ Ինչի համար, օրինակ մարդիկ լինում են կենթանասեր ու ոչ կենթանասեր։ Ինչ ես կարծում, ինչի են որոշ մարդիկ սիրում, որոշ մարդիկ չեն Ես քեզ տենց հասցեմ, նայ, իմ մոտ չոտկի սենց կրիտերիաներ կան, մարդկանց հետ, երբ որ ես ծանոթանում եմ, շփվում եմ, անպայման ես ոչ ուղիղ ձևով, բայց indirectly միշտ հարցնում եմ, փորձում եմ իմանալ ինքը ընտանիք կենթանի սիրում է թե չէ։ սիրում։ Ես եմ։ Եթե այդ մարդը ասի, ֆույ, չէ, վխտվու, ծզում եմ բան, այդ իմ մեծ red flag-ը, մեծ ժիրնի պլյուսը, եթե ինքը կենթանու հանդեպ ինչ որ տենց բան ունի, ուրեմն ես կասկածի տակ եմ դնում իր բոլոր մարդկային բաները, հատկանիշները։ Մենք Ստորագրում ներեմ եմ, բոլորը։ նույնը ես չեմ վստահում մարդկանց, ովքեր որ չեն սիրում կենթանիների, որտեղ իստում իրաց ոչ սխալ է։ Մեկ է բույսեր, ծաղիկներ են, որ ասում են, դու շատ չեմ սիրում, որոշ չսիրես բույս, ծաղիկ։ Իսկ ես չեմ պահում բույս, բայց ես սիրում եմ, ես հիանում եմ այն մարդկանց, ովքեր տունը պահում են ու խնամում են։ Ահա։ Ես չեմ պատկերացնում, ես լիքը մարդիկ իմ մոտ եղել են, աշակերտներից մեջ անգամ, որ ոյ չէ, զզվում եմ, ինչ կոտու, ինչ շուն, ոչ մի բան չէ, ու ես չգիտեմ, սենց այնպես դիսկոմֆորտ էր իրանց հետ իմ Ինչ ես կարծում, այդ մարդիկ պակաս լավ մարդիկ են, պակաս վստահելի մարդիկ են։ չեմ կարող ասեմ, բայց ես մի բանում եմ վստահ, որ իմ կյանքում նոր մարդիկ տեղ չունեն։ Okay։ Իսկ ո՞նց էս վերաբերվում են մարդկանց, ովքեր որ օրինակ երեխա չեն կարողանում ունենալ ու դրա փոխարեն ընտանի կենթանի են որդեգրում եւ վերաբերվում են որպես երեխայի եւ ասում են իմ աղջիկն է, իմ տղեն է ու տենց բաներ։ At some extent ինչ որ առումով այդ անառողջ վիճակ կա, ինչ Ահա։ որտեղ ինչ Ահա։ որտեղ ես չեմ ուզում ասեմ կտրուկ ինչ որ բաներ, հա, բայց իմ համար այդքան էլ առողջ չի, երբ որ կենթանուն դարձնում են երեխա կամ չգիտեմ, որտեվ կենթանին ումա կենթանի, բայց միևնույն ժամանակ ես ջաջ չեմ անում, որտեվ ես չգիտեմ մարդկանց մարդիկ ինչ կարգավիճակում են ու ինչ Բայց հիմա իրավիճակում դու ինքը օրինակ ինչ կարծում ես, երեխա որ են բիբոն կարողանում քո ունենալ։ աղջիկն է, No, քո երեխան է։ hell no, no։ Ես այդ չունեմ իմ մեջ, չգիտեմ, չեմ կարող, նիետ։ Բայց ես չեմ ջաջանում մարդկանց, ովքեր ասում են իմ աղջիկ իմ բան, էլի, որ լրիվ օքեյ է։ Քանի դեռ այդ ոչ մեկին չի խանգարում ու չի վնասում, I'm totally fine with it։ Իսկ որ ինչ մեկը գա ձեր տուն, ով որ չսիրի բիբոյին ու ասի խնդրում եմ բիբոյին փակի սենյակում, երբ որ ես գալիս եմ, ինչ կանես։ Իրականում կա նման դեպք։ Ահա։ Ամ, Ну, կա նման դեպք, աղբորս կինն է, Ահա։ բայց ինքը գիտես, այստեղ ոչ թե զզվելու հարցն է, այլ վախենալու երևի, գիտես, Հա, որտեղ կան որ բայց նաև դու վախենում օքեյ են, ես իրանք սիրում են, վերաբերվում։ Դու նորմալ ես բայց վախենում են։ վերաբերվում, որ դու քո փեթին, քո սիրելի պուպուշ բիբոյին փակես սենյակում հյուրիդ համար։ Ну, սենյակում չենք փակում, բայց ասենք զալում է չի լինում ինքը այդ պահին։ Հմ։ Լրիվ օքեյ եմ, լրիվ օքեյ եմ դրա հետ, որովհետև ես հասկանում եմ, որ այդ մարդը վախենում է ու ես չեմ իզուր տեղը ստրեսի ենթարկի իրան ու չեմ ենթարկի նաև միևնույն ժամանակ կատվին,
որովհետև ուրիշ ժամանակ այդ մարդը միշտ հետաքրքրվում է բիբոյից, հարցնում է, բա կատուդ ոնց է, բա բիբոն ոնց է, բայց այդ մարդը վախենում է, ես հիմա չեմ կարող ասեմ, վայ արի, չէ պիտի բերեմ ներս, ծուտ։ Հասկացա քեզ։ Լսի, ես как бы այս թեմաներն էի մտածել, ինչ որ բաներ դու ունես քո մտքում։ Ը, իրականում էլ չէ, բայց արդեն որ սկսենք հանդիպել, Որովհետև ես բացել եմ մեր նոթերը, ես ու դու, քանի որ դասադու ենք, մենք ունենք թեմաներ, որոնք որ մենք որոշել ենք իրար հետ քննարկել։ Եթե կուզես, ժամանակ ունես, կարող ենք մի 10 րոպե թեմաներից մեկին անդրադառնալ, ինձ թվում է հետաքրքիր կլինի։ օքեյ, եթե դու հիմա առաջարկես որևէ թեմա, Մենք ունենք ստեղ 3 թեմա, որոնց որ չենք անդրադարձել։ Առաջինը ուշ վճարումներն են, մեր վերաբերմունքը ուշ վճարումներին։ օքեյ, Երկրորդը գործից դուրս աշխատելու մասին, այսինքն երբ որ մենք մենյուներ ենք կարդում սխալներով կամ հայտարարություններ կամ Instagram-ի սթորիներ օքեյ, սխալներով մեր վարքը, եւ մյուս թեման իրենց դասերը ավարտած աշակերտների մեր զգացմունքների կապվածության մասին, այսինքն ինչ են զգում ուսուցիչները, երբ որ երկար պարապում են ու դասը ավարտվում է, ինչ են զգում աշակերտները, երբ է ինչքանով է այդ կապը պահվում, այսպես թեմաներ ունենք մենք սիրուն գրած մեր դավթարում։ կարելի է միքսել, կարելի է այս վերջինը պահել ուրիշ անգամ, մի հատ ամբողջ մեծ վիպուս կանել, Ըհը, ուրիշ էպիզոդ, ըհը, առաջին ու երկրորդ թեմաները կարելի է միքսել։ Դավայ միքս։ Ես չեմ կարող բողոքեմ ու ասեմ, որ ես ունեցել եմ ուշ վճարում անող մարդ, այսքան ժամանակ, թու, Ըհը, թու, ըհը։ դամար դու ինչ-որ բան ունես ավելացնելու այստեղ։ Իմ մոտ գիտես, այնց պարադոքսալ բաներ են լինում։ Օրինակ, ինձ մոտ եղել է, որ անընդհատ ուշ են վճարել հենց այն մարդիկ, ովքեր որ ամենավճարունակն են։ Օ, օքեյ։ Օ, այտենց դեպք հիշեցի, լավ, մի դեպք հիշեցի։ Ու մի դեպք չի, Ահա, այդ նույն մարդը, ես իրանց շատ սիրում եմ, շատ ջեմ եմ վերաբերում, իրանց ուշ վճարելու պատճառն են, որ իրանք Հայաստանում չեն ապրում հիմնականում, ուղղակի հաշվի վրա այդ գումարը չի լինում, իսկ ես քանի որ խնդրում եմ փոխանցել ԱՁ-ի հաշվի համարին, ասենք կարող է անգամ դասը ավարտեն, ես պայմանագրում մի մոտ գրած է երրորդ դասից հետո, բայց տենց սովորաբար մինչև 7-րդ դաս նոր բզում եմ։ Ու տենց ոնց որ անընդհատ ըլում է։ Ես հասկանում եմ, որ իրանք երկրում չեն, բայց օրինակ հիմա ինչ եղավ, ես Բրյուսել գնացի ու խոշոր վճարում ունեի ստանալու այդ մարդկանցից ը, ոնց ասեմ $500-ից ավել վճարում ունեի իրանցից ստանալու ու ես չեմ ասում որ իրանք պետքա հաշվեն որ վայ անի ճամփորդություն ա գնում իրան հավանաբար այդ գումարը պետք է հավանաբար ինքը տոմսարներ հյուրանոցը ամրագրելիս այդ գումարի վրա բանա ես իրանց չասեցի տենց բան բայց անկեղծը տենց էր ու ես փաստացի վերջի օրը ստիպված եղա հավելվածով վարկ վերցնել, միջև իրանք գումարը փոխանցեցին տեղը ընկավ, բայց ես այդ արեցի, իմաստեղ ինչի համար եմ կյանքս պատմում, որ իրոք անհարմար էր, բայց այդ մարդիկ են, որ ես նախ իրանց անասելի սիրում եմ, կամ ասենք մի հոգի է, հա, եթե այդ մարդուն անասելի սիրում եմ, ունեմ շատ մտերիմ հարաբերություններ, ու մենք իրար հետ շատ, գիտես ոնց է, այն որ միշտ փորձում ենք իրան հանդեպ մաքսիմում ուշադիր լինել, իրար նվերներ անելով, իրար հարցնելով ոնց ես, իրար կյանքից կուրսվելով, ու նենց անհարմար է այդ պահը, երբ որ այտենց ֆինանսական հարց է լինում, դու չես կարող այդ մարդուն ասես ջան, ջոգմաս, որ ես հիմա երկրից դուրս եմ գալիս, ու այդ 300,000 դրամը ինձ պետք էր երեք ոչ թե վաղը չէ մյուս օրը ու այդ ահավոր տհաճա հատկապես երբ որ դու ունես ոչ իսկ բոլոր անհատական պարապողները ունեն ոչ պաշտոնական հարաբերություններ իրանց աշակերտների հետ այ Աստված, ես հիշում եմ, իմ իմ դեպքը ասեմ, մեծ աշակերտուհի ունե, իրանք այստեղից են, Որորալից են, որքան որ ես եմ տեղեկացված, իրանք լավ հմ վիճակի մեջ են։ ըհը, Դատելով թե ինչ մեքենա են վարում եւ այլն, ըհը, ու շտկի մարդու արտաքինը, մարդու աքսեսուարներ ու ամեն ինչը խոսում է դրա մասին, դու կարաս էլի հասկանաս, որ դե այն ժամանակ, երբ որ ես նոր էի սկսել դասավանդել, 18 թիվներ, կարծեմ, ըհը, ըհը, 18, 19 թվին, այն վաղ ես ամեն դասի համար էի գումար վերցնում, ըհը, ու այդ աղջիկը ամեն դասից հետո լսի, ես չգիտեմ, երևի մի երկու օր պիտի անցներ, որ ինքը 2 կոպեկ 500 ռուբլի փոխանցեր ինձ։ հմ, Ես այն վաղտել արդեն որ նոր ես սկսում վատ ես զգում գրես այդ ամեն ինչի մասին, բայց ես իմ մոտ այդ հաղթահարեցի։
Հիմա ես ոչ մի խնդիր չունեմ ուսանողի մամային կամ ուսանողին հիշեցնել, որ ոչ արդ պիտի արվի։ Ուզում ես կարող եմ 8 անգամ գրեմ իրան։ Ես Իսկ այդ քո համար ընդհանրապես ցուցիչ է, ինչ որ վերաբերմունքի կամ քեզ պակաս հարգելու, թե տենց անձնական չես ընդունում, ասում ես իրանք են տենց չեմ խորանում, որովհետև I don't need that and I don't fucking care կներեք։ հասկացանք մենք ես։ Քանի որ այդ իմ աշխատանքն է ու այդ իմ գումարն է, ես պատրաստ եմ 10 անգամ էլ հիշացնեմ։ Բայց եթե 1-2 արդեն, ну как бы այդքան չի եղել որ 10 անգամ գրեմ, այդ ճիշտը Հմ, խոսենք։ հմ, Եղել է որ 2-3 անգամ գրեմ, որ գիտեք արդեն ժամանակն է եւ այլն ու վերջ։ Բայց մհմ։ ես ընդհանրապես ված չեմ զգում դրանից։ Ուղղակի իմ ընկերներից մեկը երեք ասում էր երկու անգամ արդեն գրվում, չի փոխանցում փողը, ասի դու ինչ որ դու վատ ես զգում, որ գնացում հա, ասի դերում առանց փող նստի։ Դենես դի առանց գումար։ Իսկ ես այդ տանել չեմ կարողանում։ Համաձայն եմ։ Իսկ գործից դուրս գործ անելու մասին ինչ կասես, որ դու գնում ես մենյուներ, որ քո ծանոթները post-եր են գրում Instagram-ում ու my lovely teacher են գրում խորապես վստահելով, որ lovely նշանակում է սիրելի։ Կամ ասենք I need an advice, այսենց տեսակի բաներ են անում, I have a new rule Ա, in life, ոնց ես արձագանքում։ Նայ, առաջ շատ սենսուր էի, Ահա։ բայց հիմա, Արձագանքում էի։ հա, բայց հիմա սենց մեղմ ասած թքած վիճակ է, եթե Ահա։ ստորին է։ Չնայած եթե մոտ մարդ է, ես կասեմ, you know what, it's not advices, it's pieces of advice, Ահա։ okay? Ահա։ Ա, Այդ կասեմ, բայց ինչ որ սենց, նու ծանոթ բան, նո, արդեն էլ չէ, because I'm done with it։ Ինչ որ Ես կարևոր էլ, է։ որովհետև ես չեմ նկատում, ես օրինակ եթե մենյուի մեր սխալ գրած լինի, ես դա չեմ նկատի։ Ես էլ Այդ արդեն սիմֆոնիկի կամ համերգի կնկատեմ, բայց ա, կասեմ okay, whatever։ Տեսի Բայց սիմֆոնիկի այդ համերգի արդեն չի ժամանակ գրել։ հա համերգի ժամանակ հաղորդավարը համ հայերեն համ անգլերեն էր խոսում դուրս եկանք իմ հետի ընկերուհիներից մեկը ասում է Անի ինչ կասես հաղորդավարի անգլերենի մասին ասեցի ես գործից դուրս անվճար գործ չեմ անում այլևս Տիպը բան չեմ ասի չեմ նկատի ասում եմ վայ ասում եմ ինձ թվում էր քո վրա կազդեր ինքը լավ չէր խոսում ասեցի ոչ մի իրան հարգող անգլերենի դասատու կյանքում չի ասի որ ինչ որ մեկ անգլերեն լավ չի խոսում որովհետև մենք բոլորս էլ սովորում ենք ես native չեմ Բոլորս էլ կարող ենք արտասանական սխալներ ունենալ, այդ լրիվ նորմալ է, չեմ ասում սկուլը ասել շուլ, կամ լիքը մարդ determined ասма that mind, okay է, բայց ես օրինակ մտածում եմ, որ կներես էլի համալիրում ինչ հանդիսատես քանակությամբ հանդիսատեսեր նստած։ Այդ մարդը, որ ասում է, տենաս ինքը որ գրա միկրոֆոնը վերցնի կանգնի այդ լույսերի տակ Սապֆիրային, այդ օրկեստրի դիմաց ու այդքան հանդիսատեսի դիմաց կկարողանա ասի բարև ձեզ հայերենը, որ մի հատ է կպել է այն մարդու անգլերենից։ Հաստատ, հաստատ։ Դու էլ Ընդունում եմ։ judgmental չես, չեմ, մյուսների անգլերենի հանդեպ ասա։ Depends։ Անգլերենի դասատուներին է, հա, բոլորս էլ էդի ունենք, մենք բոլորս էլ իրար կրիսություն ենք։ Okay, ես անգլերենի դասատուների մասին եմ խոսքը։ Ես ուրիշ մարդիկ եթե խոսում են, Հա, իմ կարծիքը կպահեմ իմ մեջ, երբեք հա, կոմենտ չեմ թողի right, եւ այլն։ yes։ Բայց ուսուցիչների, եթե ես ուսուցիչ ընկեր ունեմ, ծանոթ ունեմ, մենք կարանք խոսանք, ասենք, լսի, ինչ որ sense X1-ը հա դասատու է։ Այդ ինչ էր անում ինքը ստորիներում, вообще ինքը ոնց կարա տենց էլի խոսա, sense տարական բաները սխալ ասելով, բայց չէ, մարդկանց խոսքը չեմ բանանում ես ջաջանում։ Երբեք, No։ հատկապես ասենք բեմի վրա, դիմաց այդ հազարավոր մարդիկ, ես չեմ վստահ չեմ, որ կարողանամ ասեմ բարև ձեզ այդ իրավիճակում։ Հա, ներքուստ ինչ որ անալիզ կեթա, speech-ի Հա, analyze հա, բան կլինի, չէ՞ իհարկե, դու ասես հա։ որ դու անում ես okay, բայց կյանքում չես ասի այս հաղորդավարը խեր քանդակում։ Գիտես, այն վերևի թեմայով մի հատ էլ բան ասեմ ու ամփոփենք, ինձ մոտ ընտանիքի մի անդամ կա, ինձ շատ մտերիմ մարդ է, ես շատ եմ սիրում, իմ արյունակից բարեկամն է, շատ մտերիմ ընտանիք, ինքը շատ հաճախ անգլերեն փոստերի մեջ սխալներ ա ունենում, տենց տիպը լավ Ահա։ մոմենտի, այդ ոճի, էլի, ոնց ասեմ, ամեն երկրորդում մի քերականական սխալ կա, ես երբեք չէի ասում,
Ու ինչ որ մի անգամ իրավիճակ եղավ, ինչ եղավ, ասեց ճիշտ եմ գրում, որ գրում եմ։ Ասի չէ, ճիշտ ասած հաճախ է սխալներ ունենում, բայց ես քեզ երբեք չեմ, որովհետև անհարմար եմ զգում։ Դե պլյուս տարիքային տարբերություն կա, ամեն դեպքում սուբորդինացիան պահում եմ ես փոքրն եմ։ Ասում եմ դե անհարմար եմ զգացել քեզ ասեմ այդ դիտարկում, նկատողություն չէ դիտարկում, որը ոնց որ մտածել եմ վատ կզգաս։ Բան ասում եմ, չէ, ասա անպայման ասա, որովհետև հազարավոր մարդիկ են նայում բաներ, ինքը տենց մեծ հետևորդներ լսան ունի։ Ասում օքեյ։ Անցնում է դրանից բուկվալնը մի շաբաթ, ինքը post անում, որտեղ որ սխալ է ալնում։ Ես իրան գրում եմ, ասում եմ, այս բանը սխալ է գրած։ Հիմա չեմ հիշի ինչ էր թատ։ Ասում, այս ինչ բանը սենց լավ չի, կուզես քանի նոր ես դրե։ Էդի հանի ինենց գրի էլի։ Ասում է, հա լավ, բայց ոնց որ ինենց ճիշտ էր։ Ասի դե լավ, ու ինքը չի փոխում։ Բնականաբար ես դրանից հետո իրան կյանքում էլ չեմ ուղղում, չէ։ Ես ուղի։ Մի անգամ էլ իմ մոտ տենց բանել ավ ընկերներիցս մեկը ես էլ այդ վաղ դեռ ուսանող էի, առաջին կուրս էի։ Ընկերներիցս մեկը գրել էր let to, Հա, այդ շատ տիպիկ հա։ ասի գիտես, բայց let-ից հետո երբեք to չենք բանանում ենք, ոնց որ make-ից հետո եւ այլն բան, հա։ Չէ դնում ենք։ Ասի օքեյ, դե դիր։ Քո երազ։ Դրանից հետո ես էլ իրաներ երբեք սխալներ չէի ուղում։ Ոյ, լավ շփվեցինք, թող էսեր։ Իա, մեր մոտ ունենց շոկ է հիմա։ Ես Դու զգում եմ, նստած որ եմ, դու շոքած բիբո ես եղել, չէ՞։ զգում ես, չէ՞, սա տենց ծառայությունը չկա, ու հետո որ ինքը գարունել է, դե գիտեք ժողովուրդ գարնանը, մարդու արյան շրջանառությունը սկսում է ակտիվ գործել, չէ՞։ Ահա։ Ահ, մեր մոտ 24 անի ջան։ Երբ որ պերեպադները եղանակի փոփոխությունը կտրուկ է լինում, Ահա։ Մարդիկ սենսիտիվ խոլանում են։ մարդիկ, իմ մոտ հիմա այդ վիճակն է։ Ես առավոտվանից ոնց որ վարված ինչ-որ էփում եմ, ասենց ասեմ, Հա, հա։ հա, Տակ նստած եմ, բայց ոչ հիմա չկա, էլի ասենք օքեյ է լրիվ։ հասկանում։ Ես հեսնես միջև 7-ը պիտի նստեմ, ժողովուրդ 10 ունեմ, հեսա 13 րոպեից ուղիղ 10-ի պիտի միանամ։ Բա որ հետո Ես էլ այնքան էի մտածում, ասում եք, աղա չհասցնենք միանալ, չէ, անգամ ինչ հաստրեց հասցնենք։ ֆանտաստիկ։ Ուզում եմ ասել, որ միշտ մեզ ասում են, հա դե ձեզ ինչ կա տնից աշխատում եք, երբ ուզում դաս եք անում կամ ֆրիլանս եք աշխատում, բայց մենք արդեն այդ մասին ասել ենք, որ ֆրիլանս աշխատողը ինքը իրան ավելի շատ է ծանրաբեռնում ֆիզիկապես, եւ հատկապես որ լինում է մի քիչ էլ չտես։ I wish I worked I wish I worked somewhere else. Ֆրիլանս չներ, չէ, ես արդեն հստակ որոշեմ, որ ես ոչ ոքի ղեկավարության տակ չեմ կարող աշխատել։ Ես էլ եմ հասկացել այդ։ Ես էլ եմ հասկացել։ Այս վերջերս լավ կպատմեմ հեսա բանից։ Պատմի, պատմի, Պաուզա։ պատմի։ Հա, առանձին ես Հիմա պատմում։ Լավ, դե ուզում դուք առանձին գնացեք, տալ։ մենք թաքուն խոսանք։ Okay, ժողովուրդ լավ Մերսի մնացեք։ շատ, հաջողություն։ Պակա, պակա, Պաչիկներ, մինչ մյուս like անգամ։ it. Bye bye.